Երկու օր առաջ ձեզ հետ միասին նայեցի Բելլա Քոչարյանի հարցազրույցը, ապշած եմ, ճիշտն ասած շոկի մեջ եմ, եկեք այս հոդվածը ցույց տանք մեր հետևորդներին։ Ես իմ կյանքից հանում եմ այս 8 տարիները եւ առաջ Աստված, որ այս 8-ով մենք վերջացնենք, չի կարելի, շատ տևեց, չի կարելի այսպես, ազգենք չէ վերջապես, հույսահատված են, անդադ իրար հարցրեն, բայց ինչ կլինի, ոնց կլինի, պետք չէ հույսահատվել, պետք է ուրեմն ուղղակի միանալ։ Ինչ ասեմ, վերջի 8 տարին Բելլա Քոչարյանը ասում է, սա տարիներ չի եղել, չէ, այս վերջի 8 տարին է եղել մեր կյանքը խաղաղության մեջ եւ արդարության մեջ։ Իսկ ձեր տարիները ինչով են եղել լցված տիկին Բելլա Քոչարյան։ Եկեք հիշեցնենք Բելլա Քոչարյանին, որ ինքը եւ իր ամուսինը նենց են արել, որ մոտակա 200 տարվա ընթացքում ոչ մեկ չի մոռանալու դրա մասին, որ դուք 400 ղարաբաղցի սպեցնազ վերցրել եք Հադրութի շրջանից եւ բերել եք Երևան, երևանցիներին սպանեք։ Դուք խայտարակ եք արել սաղ ազգը։ Ոչ մեկ դա չի մոռանալու։ Երկրորդը, տիկին Բելլա Քոչարյան, դուք ինչա գիտեք, թե բոլորը խելագար են կամ մեռել են, զոհվել են, չեն հիշում ինչ ա եղել Լևոն Հայրապետյանի հետ։ Ինչ չեք ձեր հարցազրույցում պատմում, որ ով է գլուխը կերել Լևոն Հայրապետյանի գլուխը։ Պատմեք դրա մասին, ինձ թվում է դա շատ կարևոր է։ Երրորդը, Ղարաբաղ Տելեկոմը ումն էր, այսինքն ով է եղել Ղարաբաղ Տելեկոմի տերը, ով այդ բջջային, հա, այսպես ասած, կապը սարքելա շատ թանկ Ղարաբաղում հայերի համար։ Ում ընտանիքն է եղել տերը Ղարաբաղ Տելեկոմի։ Լավ կլներ, եթե դուք ձեր հարցազրույցում դրա մասին պատմեիք Բելլա Քոչարյան։ Ուզում եմ հիշեցնեմ, որ ձեր տղան այսօր ահագին օբյեկտների տերը, նաև կոնգրես հյուրանոցը, այդ կոնգրես հյուրանոցը ինչ է, ձեր տղան Սեդրակը իր քրնինքով աշխատել։ Ոչ։ Գիտեք, ես ուղղակի ցավում եմ, որ այսօր Բելլա Քոչարյանը իրավունք ունի ընդհանրապես խոսա եւ կան մարդիկ, ովքեր լսում են իրան։ Չկա կասկած, որ դրա մեղքը մեր դատական համակարգի վրա է, ԱԱՑ-ի վրա է, քննչական կոմիտեի վրա է, դատախազության վրա է, քանի որ այդ կառույցներում ահագին մարդիկ կան, ում համար գումարները եւ Քոչարյանի փողերը ավելի շատ կարևոր է, քան թե արդարությունը։ Դրա համար ենք մենք այս վիճակում, որ Բելլա Քոչարյանի հարցազրույցը մենք ստիպված ենք լսենք եւ ընդհանրապես մեկնաբանենք, հա։ Բելլա Քոչարյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 30 տարվա ընթացքում ասում են, որ մեր թշնամին Ալիևն է, Էրդողանն է, բայց չէ, մեր ամենագլխավոր թշնամին Ռոբերտ Քոչարյանն է, իր ընտանիքը եւ Ղարաբաղյան կլանն է։ Սամվել Բաբայանը, Արտուր Աղաբեկյանը, բոլոր ձեր խումբը։ Դա Աստված, որ մարդիկ լինեն ավելի զգում, ես վստահ եմ, որ ժողովուրդը, այսպես ասած, ավելի խելոք է, քան թե մենք պատկերացնում ենք, եւ իրանց կարծիքները անպայման իրանք կարտահայտեն մեր կոմենտներում։